իրավիճակը որ հիմա կա, որպես տարանցիկ երկիր Հայաստանի դերակատարության փոփոխություն լինելու է թե չէ, ինչպես եք դիտում։ Մեր դերը որպես տարանցիկ։ Այո, Հայաստանի դերը որպես տարանցիկ։ Դե ընդհանրապես ճիշտ ասած, մինչև այս վերջին ռազմական գործողություններն էլ եւ վերջի տարիներին բոլորի կողմից բարձրաձայնվում է Հայաստանի որպես տարանցիկ երկրի ստացած կարևորության մասին, դա շարունակաբար ընդգծվում է։ Ես կարծում եմ, որ մենք այդ կարևորությունը իրոք ունենք, հաշվի առնելով Հայաստանից եւ հյուսիս եւ հարավ տեղի ունեցող գործընթացները, ընդհանրապես աշխարհը գնում է ալտերնատիվ ճանապարհների լոգիստիկ, ուրեմն բաների կապերի ստեղծման, ապահովման ճանապարհով մենք այդ կարևորությունը չենք կորցնի։ Նորից մենք հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում կդադարեն եւ կլինեն այնպիսի լուծումներ, որոնք մեր նույնիսկ վերադառնալու զուտ Հայաստանի Հանրապետության շահին ոչ միայն չեն կորցնի մեր կարևորությունը, այլև նոր հնարավորություններ կստեղծեն մեր համար։ Իսկ մասով Հայաստան վերադառնալ չկարողացավ քաղաքացիների մասով օգնությունները շարունակվում ական քաղաքացիներ որպես ինչ-որ պատասխանատու։ Բայց ես հարցով այնքան բան կասելու, որ մենակ առանձին այս թեմայով ասուլիս հրավիրենք բավական ժամանակ կտեւ։ Ես պահին բավարարվել միայն ասելով, որ խնդիրները երկրից երկիր իհարկե տարբերվում են։ Մի դեպքում ցամաքային կապ կա, օրինակ Օմանի հետ, Միացյալ Արաբական Էմիրությունների, մենք օգնել ենք քաղաքացիներին տեղափոխվել այնտեղից թռիչքներ։ Մի դեպքում այդ կապն էլ չկա, այլ լուծում են գտել, չգիտեմ, սկսած վիզաներից, վերջացած բազմաթիվ են հարցերը։ Մենք մեր ԱԳՆ-ի պաշտոնական ուրեմն էջերում, սոցհարթակներում, այդ թվում եւ Facebook-ում շատ մանրամաս տեղեկատվություն ենք տվել, կարող եք նայել, կարծում եմ, որ շատ մեծ աշխատանք են արել մեր մարմինները, դիվանագիտական եւ նաեւ կենտրոնական ապարատը, դեռ կան մեծամասամբ խնդիրը հասցեագրված է, բայց դեռ կան քաղաքացիներ դրսում, ուշագրավ է, որ նրանց լավ չասեմ ինչ-որ տոկոս են հարաբերություն, մի զգալի մասը են քաղաքացիներ, որոնք ցանկություն չեն հայտնել վերադառնալու, այսինքն իրանք գերադասել են մնալ առայժմ, բայց իհարկե հիմա նրանց մի մասը արդեն ուզում է վերադառնալ, պետք է լուծումներ գտնեն։ Դուք չեք տվել, հա։ Խնդիրը ինչի է պետք կապված, եթե նախընտրում էին մնալ, քանի որ քաղաքացիներ կային, որ ասում էին, որ գինը շատ բարձր է, մենք չենք կարողանում գալ, եւ նաեւ բողոքում էին, որ ԱԳՆ-ն մեր հետ կապ չի հաստատում։ Ուրեմն մեր ներկայացուցչությունները եւ թեժ գծեր են բացել եւ աշխատել են եւ կապ են ունեցել մշտական եւ իրենց նույնիսկ դեսպանություն ներում են հավաքել խորհրդակցություններ տարբեր երկրներում, իհարկե ոչ բոլորում, կապը մշտական է եղել։ Թռիչքների թույլտվության ստացումը եղել ԱԳՆ-ի կողմից, դեղորայքի մատակարարումը տարբեր դեպքեր են եղել, կարող է կա քաղաքացի, որի կապ ա եղել, ոչ իրան դեղ են տվել, ոչ չգիտեմ, տոմս են առնվել, եւ ասում է երկիրը բան չի արել մեր համար։ Կարամ էլի բաներ ասեմ, չեմ ուզում ասեմ անկեղծ ասած, գնի մասով էլ ավիատոմսի, գիտեք, կա նախաձեռնություն, որ մինչև 250,000 դրամ փոխհատուցման մեխանիզմ է ենթադրվում, այդ քաղաքացիներն շատ դժգոհ թող այդ փոխհատուցում ստանա։ Այդ